Ինչքան հեռու էր 2021-ի ընտրություններից հետո թվում 2026 թիվը։ Բայց եկավ։ Ու հիմա էլ 2031-ն է հեռու թվում, բայց դա էլ կգա, ժամանակը թռնում է ու երբեմն զգացողություն կա, որ մեր կյանքն էլ է հոսում, գնում, միջ մեր հայրենիքում շատ ծանր ժամանակներ են։ Շատերս անհավանական ջանքեր ենք գործադրում ամենօրյա կյանքի վրա կենտրոնալու ու այն պարզապես ապրելու համար։ Այդպես է, բայց ես ուզում եմ ձեր հետ այսօր քննարկել 3 միտք, 3 գաղափար, որոնք ինձ օգնում են ապրել, պայքարել եւ առաջ գնալ։ Առաջինը, ընտրել իրականում պետք չի, կամ չի պայքարել եւ պետք չի լինել կամ թմբիրի մեջ, միայն մեզանով ու մեր նեղ անձնական կյանքով ապրել, բացարձակ չհետաքրքրվել նրանով, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, բայց պետք չի նաեւ կյանքը այսպես տոտալ պաուզայի վրա դնել եւ սպասել, որ պայքարն ավարտվի ու նոր ապրենք։ Ու այստեղ գալիս ենք երկրորդ գաղափարին։ Պայքարը իրականում չունի վերջնաժամկետ։ Այն ոչ մեր կյանքով է սկսվել, ոչ էլ մեզանով ավարտվելու է։ Նիկոլի գալով չի հայազգը սկսել իր ինքնության համար պայքարը։ Նիկոլի գնալով այդ պայքարը չի ավարտվելու։ Պայքարը միշտ է, դա է մեր ճակատագիրը, մինչդեռ ոմանք դա անցալում են իբրև դժբախտություն ու ամեն գնով ուզում են ձերբազատվել պայքարի անհրաժեշտության հիմքից։ Ես անցալում եմ իբրև մեծագույն նվեր ու շնորհք, որը ինձ տրված է։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր բանական մարդ գտնում է ի վերջո պայքարի համար գաղափար եւ դա կարող է լինել գլոբալ տաքացումը, կարող է լինել մոլորակի աղտոտումը կամ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը եւ ես հիմա չեմ փորձում դրանք արժեզրկել, բայց ինձ իծնե իմ պայքարի գաղափարը տրված է եւ ես դա իսկապես սովորել եմ ընկալել իբրև մեծագույն նվեր։ Ու երրորդ գաղափարը, որը ես ինձ անընդհատ կրկնում եմ, աշխարհում կան բազմաթիվ ազգեր, որոնք չունեն պետություն, չունեն ազգային եկեղեցի, շատերը նույնիսկ լեզուն չեն պահպանել։ Եվ այդ ազգերի շատ ներկայացուցիչներ, ես վստահ եմ սրանում, կերազեին հիմա լինել իմ նույնիսկ այսքան ծանր, անմխիթար, անշնորհակալ պայքարի կետում։ Հիշեք, անպայման հիշեք, սա չի ավարտվելու ոչ ԿՊ-ով, ոչ մեզանով, ոչ էլ մեր երեխաներով։ Պիտի տրանսֆորմացվի, պիտի դառնա այլ, պիտի այսքան ցավոտ չլինի, բայց չի ավարտվելու։ Եթե ավարտվեց, ուրեմն չկա նաև այն, ինչի համար մենք պայքարում ենք։